Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանյա ծրակելական մեր Սուրբ Եկեղեցին կբանձացնե հիշադակը Սուրբ Նիկողայոս Սկանչելակորց հայրաբեդին, Սուրբ Գրիգոր Սկանչելակորց հայրաբեդին եւ Սուրբ Միրոն եպիսկոպոսին։ Ասկարաչ ցեզի բատմած եմ Սուրբ Նիկողայոսի վարկապանությունը, արեմդյան երկիրներու մեջ անիգա Սանտա Կլոզն է, Սան Նիկոլաուսը, այսինքն ծմեր բաբիի գաղան բաբուգին դիբարը։ Նաև սիրելներ, այս տարի Աստծո ողորմությամբ արժանի եղան Հունաստանի մեջ այցելելու գրեթե գղզին վրա Սուրբ Միրոն եպիսկոպոսին ջկնարանը, ուր ինք ջկնած էր եւ այնտեղ բժշկարար աղբյուրներ որ կփխեր եւ հավատացյալներով այդ աղբյուրինը որ խմեցինք։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ Սուրբ Գրիգոր Սկանչելակորց հայրաբեդի վարկապանությունը վարկ սրբոց գիրքեն։ Երրորդ տարուն ապրած այս օրտնյալ խոնար սուրբը սիրելիներ Աստուծո ողորմության գարժնա հագարականոր որ հեթանոս ընտանիքի մը զավակներ սակայն Քրիստոսի գտարնա եւ մեծ հրաշներ կգադարե եւ երբ պիտի մահանար գխնդրես սիրելիներ որ զինք հերու դերմը աննշան դերմը թաղեն որբեսի իր հիշադակը չմնա բայց Աստված ուզեց որ անոր հիշադակը մնա եւ մենք այսօր անոր հիշադակն է որ կկատարենք Վարկ Սուրբ Գրիգոր Սկանչելակորձի Սուրբ Գրիգոր Սկանչելակորց հայրաբեդը ծնած է երրորդ տարուն վերջերը Ավրելիանոս գայսին ժամանակ Բոնդոսի Նոր Գեսարիա քաղաքը Նեո Գեսարիա քաղաքը Ազնվական հեթանոսի զավակ էր փոքր հասակեն գվարեր բարգեշտ եւ աստվածահաճո վարքը Ծնողը զինք Աղեքսանդրիա ղրգեցին ուսանելու փիլիսոփայություն եւ արտաքին գիտություններ եւ ոնց հավաքված հազարավոր ուսանողներու մեջ աչքի գզարներ իր հմդությամբ եւ բայձարամտությամբ Քաչաբես ուսումնասիրած լալով հին եւ նոր գդագարանները ինքը սիրելներ 14 տարեկանին Քրիստոսը գճանչնա եւ 14 տարեկանին քրիստոնյա գտարնա ուրեմն Քաչաբես ուսումնասիրած լալով հին եւ նոր գդագարանները բնական դրամապանությամբ հարեցավ քրիստոնեության եւ մգրդվեցավ իր տասնգերները որոնք գնախանցեին անոր արաքինի վարքին վրա ուզեցին զրբարդությամբ արադավորել զինք արադավորել անոր անունը Ուստի վարձեցին բորնիկ գինմը, որ ներգայանալով Գրիգորին ասավ. «Դուր ինձի բորոնգությանս վարձքը, զոր ինձի գբարդիս»։ Քովը գեցողները քայտակեցան եւ սաստեցին բորնիկ գինը, քաչկիտնալով որ անոր ռածը զրբարտություն էր։ Սակայն Գրիգոր առանց այլայլելու եւ առանց փարգանալու դվավ տրամը գնոջ միջնորդին եւ ասավ. «Առ այս տրամը եւ իսպար կալով Զիս անանքիստ մի եներ։ Գինը հազիվ թե տրամը արածեր, ահա աստուծո գողմե բադու հասվեցավ, զարնվեցավ, թևեն պրնվելով, չարվոքիե պրնվելով, գկալարվեր ու անասունից սայներ գաներ և պերանը գպրպրեր։ Եվ մինչ թևը զայն գճանար խեղտել, Գրիգոր կալով, աստուծո անունով հալածեց թևը և գինը պրգվեցավ, այս տեսնելով բոլորը զարմացան։ Երբ ուսումը ավարտեց եւ մեծ բաշարով վերադարձավ իր հայրենիքը Նեոգեսարիա Փիթիմոս Ամասիո մետրոպոլիտը զայն քահանա ցերնատրեց Նոր Գեսարիո համար ուր այն ադեն միայն 17 քրիստոնյաներ գտնվեին Այդ քաղաքի մեջ միայն 17 քրիստոնյաներ կային ասիկա շատ կարեւոր է սիրելներ որովհետեւ ամբողջ կյանքի ընթացքին Սուրբ Գրիգոր Սկանչելակորց քարոզեց Եվ բոլոր մարդիկը քրիստոնյա դարձուց իր քաղաքի իր մահվան ժամանակ 17 հոգի անհավատ կային 17-ը սկիզբը քրիստոնյաներ կային վերջավորության միայն 17 անհավատներ մնացին Օրը ջամփան կալածադեն սաստիկ անցրև եկավ եւ կովիներուն հետ ըստիված եղա մտնել մեհյամը հեթանոսական մեհյանը դաջարմը ապա ամիջապես սաստեց տևերուն որ հերանան այդտեղեն Թևերը սարսափած փախուստ տվին։ Հաջորդ օրը քրմաբեդը եկավ եւ հրամայեց. Ուր եք, աստվածներ, խոսեցեք
դաջարի ուրեմն հետանոս քրմաբեդը գրոնավոր եկավ եւ գանչեց աստվածները թևերը։ Իսկ թևերը, որ Մեհյանեն հերու գեցած էին, ցայնեցին, չեն կրնար ներս մտնել, որովհետև Գրիգորը սկանչելակորձը մեզ վանեց, մեզ վրընդեց։ Քուրմը Սուրբ Գրիգորին քով երտալով սպառնաց մատնել զայն իշխաններուն, թե քրիստոնյա է եւ աստվածներու Մեհյանները գբղձե։ Սուրբ Գրիգոր անորը սա թե ճշմարիտ աստվածը իրավունք ունի հալածելու թևերը չարվոքիները, ուր որալ բադահի անոնց։ Իսկ քուրմը երկմդելով ասավ. ով է քո ճշմարիտ աստվածը, թող հրաշքով փաստե իր զորությունը։ Եվ հոն մեծ քարմը գար, զոր անգարելի էր մարդումը դեղեն շարժել, եւ Սուրբ Գրիգոր հրամայեց եւ քարը դեղափոխվեցավ։ Քուրմը անմիջապես քրիստոնյա եղավ եւ մգրտվեցավ։ Ապա անմիջապես ամբողջ քաղաքի մեջ դարածվեցավ Սուրբին համբավը եւ ժողովուրդը հավաքվելով ձերեր, գիներ, մանուկներ, երդասարտներ մգրտվեցավ եւ սկսավ փարապանել ճշմարիտ աստվածը։ Սուրբ Գրիգոր շինել դվավ եկեղեցիմը, որ մինչև այսօր կմնա եւ հավատացյալ քուրմը սարգվակ ցերնատրեց։ Երկու եղբայրներ ժառանգության գրիվ ունեին ծովագիմը համար եւ չգարենալով համացայնիլ գրիվը անխուսափելի էր երկու կողմերու միջև։ Աստծո Սուրբը չարիք բառնալու համար ամբողջ գիշերը հսկեց, այսինքն աղոթեց, եւ մինչև արդու ծովագը լման չորցած էր արդեն։ Բզդիկ ծովակ մներ չորցավ, որպես երկու եղբայրներու միջև վեճը դատրի։ Եվ փոխված ուրեմն չորցած էր արդեն եւ փոխված արոդավայրի եւ անդարի։ Ուրեմն այդ ճուրը չորցավ ամբողջությամբ եւ այդ վայրը արոդավայր դարձավ, անդար դարձավ։ Հայաստանեն գուքար քայլ քեդը եւ անցնեվահեղեղի ժամանակ մեծ վնասներ գուդար բարդեսներուն, որովհետեւ հորտումը գլար շատ գադաղի։ Դեղացիները թիմեցին Սուրբին, որ իր աղոթներով մեղմացնե քեդին հորցանքը։ Սուրբ Գրիգոր կավազանով եկավ, աղոթեց, դնգեց կավազանը քեդի հոսանքի սահմանին վրա, որ փոխագերբվեցավ ձարի եւ ըսավ մշակներուն։ Մի վախնակ, այսուհետև ճուրին հոսանքը բիդի չանցնի այս ձարը։ Եվ այնուհետև անցնևը չվնասեց գյուղացիներուն։ Գոման քաղաքի, ուրեմն դեսեք մեր Հայաստանի հետալ Հայաստանի մեջ հրաշք կատարած է Սուրբ Գրիգոր սկանչելակորձ։ Գոման քաղաքի բնակիչները խնդրեցին իրեն, որ իրենց համար եպիսկոպոս մցենատրե։ Սուրբ Գրիգոր եկավ եւ ասավ անոնց. այդ պաշտոնին համար դուք պետք չէ որ փնտրեք արդակին քեղեցկությունը կամ հարստությունը, այլ ան որ ունի անգերց եւ աստվածահաճո հոգի։ Այս է կարևորը։ Ով որ անգերց հոգի ունի եւ աստվածահաճո հոգի ունի, աստվածասերը անիգա պետք է լա տեգնազու եպիսկոպոսյան, ոչ թե հասագը քեղեցկությունը մարմինը։ Ներկաները մեկը, որ շատ ներգայանալի էր արդակինով եւ ուսյալ, ըսավ ծաղրական ցևով. ուրեմն ըստ քեզի Ալեքսանդրոս Թարպինալ գրնանք եպիսկոպոս ցերնատրել։ Ես Սուրբ Գրիգորը հարցուց. ով է այդ Ալեքսանդրոսը։ Եվ Պերին անոր արչև գեղդոտ հակուստերով եւ մրոտ թեմքով մեկը։ Եվ Սուրբ Գրիգոր հասկացավ, թե մարդը բարի է եւ ժողովրդին օգտակար լալու համար միայն Թարպին եղած է։ Եվ հրամայեց, որ զայն ցերնատրել դան եպիսկոպոս, եւ մինչ ժողովուրդը զարմացած գնայեր, Սուրբ ասավ. ինչու կզարմանաք։ Մարդը միայն երեսը գնայի, բայց Աստված սիրտը։ Աստվածին կասավ, չէ, Սամուել մարգարեին, դուք մարդոց արդակինին գնայիք, բայց ես մարդոց սրդին։ Եվ երբ ցերնատրվեցավ Թարպինը, Աստուծո հոգին անոր վրա իջավ աղավնի գերբարանքով։ Եվ Աստուծմե շնորհքը ստացավ իմաստության եւ սկսավ ավելի լավ քարոզել եւ հովել, քան շատ զարգացածներ։ Երկու հրյաներ ուզեցին խաղանել Սուրբին։ Անոնց մեկը սուտ մերել ցևացավ եւ ջամփու եզրին երգնցավ։ Մյուսը սուդեն անոր վրա սկսավ գոծել եւ Սուրբ Գրիգոր մոտեցավ իրենց, ըսավ գոծողը. եղբայրս մերավ։ Սուրբը խղճալով հանեց իր բատմուջանը, իր վերարգուն, փրեց մերյալին վրա եւ օրտնելով հեռացավ։ Եվ մինչ ընկերը գուրախանար շահված հակուստին համար, սուտ մերյալը ոչինչ պարպարեցավ, վասնզի բատմուջանը փրած վարգանին հոգին փչած էր։ Իրական մերավ։
Այնուհետև նոր Գեսարիո մեջ հաստատելով իր աթորը Սուրբ Գրիգոր օրեօր ավելի գզորացներ ճշմարտության հավատքը եւ գրաբաշտերը դարձի գբերեր։ Այս ամենը լսելով երկրին թագավորը բարգացավ եւ քրեց այնտեղի իշխանին բոլոր եկեղեցիները խափանել եւ ով որ գրաբաշտության չվերադառնա չարչարանքներով մերցնել։ Այն ադեն ապահովության համար Սուրբ Գրիգոր եւս ծածուկ դերմը ընտրեց։ Իսկ հալածիչներեն մեկը դեր իմանալով մյուսներուն լուր տվավ եւ բաշարեցին թակստոցը։ Այն ադեն Սուրբ Գրիգոր աղոթքի գեցավ նախքին քուրմ Սարգսակին հետ եւ ահա գուրցան բոլոր հալածիչներուն աչքերը եւ չգրցան բռնել զիրենք։ Եվ այն որ դեղը քուշագած էր ձունգի կալով թողություն խնդրեց եւ մգրտվեցավ։ Օրմը Սարգսակը աշխատանքեն վերադարձին ուշացավ եւ ուզեց քաղաքին փաղնիկը մտնել եւ հոն հանգչիլ։ Փաղնեբանը ասավ թե գիշերը անգարելի է հոն անցնել, որովհետեւ թևերը գփնագին հոն, չարվոքիներ գփնագին հոն։ Սարգսակը առանց կարևորություն տալու մտավ փաղնիկ եւ լսեց թևերու ահագին կորում կոչումները, բայց անոնք իրեն չէին համարցակեր մոդենալ եւ գսեին. Եթե Սուրբ Գրիգորը չլար, քեզ հոս ողջ չէինք ցկեր։ Սուրբին քահանայության առաջին դարեդարձին հեթանոսները հրաբարագին վրա հապակված կդոնեին Դևսին կամ Զևսին դոնը։ Անոնց ասա որ ետ դառնան այդ գորստապեր ջամփայեն, որովհետև Զևսը իրենց ոչ թե օգուտ, այլ չարիք կբերե։ Եվ երբ անոնք առանց կարևորություն տալու իրենց դոնը շարունակեցին, ահա բոլորն ալ բռնվեցան ծանր ախտեմը, հիվանդութենեմը, որ զիրենք գրակի պես կայրեր եւ շատերու մահվան պատճառ գլար։ Ասոր համար շատերը քալով ապավինեցան Քրիստոսի սուրբ ծառային Գրիգորի, որուն աղոթքին վրա թատրեցավ համաճարակը եւ շատերը թե մարմնով եւ թե հոգիով առողջացան։ Այսպիսի հրաշագործություններով Սուրբը անցուց իր օրերը եւ երբ ըզգաց որ Եգրեմ պիտի վերափոխվի առ Աստված, վերջին ջիկ մտապեց քաղաքին բոլոր հեթանոսները ճշմարիտ ուղիին բերելու համար։ Եվ ոչ քրիստոնյա մնացին այնքան, որքան տիվով որ քրիստոնյաներ գային նախաբես, այսինքն 17 հոգի, ինչպես ասի Արտենցեզի։ Սուրբը անոնց համար շատ դրտմեցավ եւ երեսի վրա ինգած անոնց դարձին համար եւս աղոթեց եւ աբա ավանտեց իր Փարի հոգին։ Սուրբ Գրիգոր գրած է բազմաթիվ ջարեր ուղղափառ հավատքի եւ սուրբ վարքի համար։ Սիրելիներ, դակավին շատ հրաշքներ կպատմվին իր մասին, բայց ուզեցի այս փունջ հրաշքները լսեք Սուրբ Գրիգորի մասին, անոր համար զինք կոչենք սկանչելակորձ, սկանչելակորձ կնշանակե հրաշագործ, որովհետև Աստծո կողմից շնորհքը ստացավ սկանչելիքներ կատարելու։ Աղոթենք սիրելիներ, որ Աստված մեր մեջ, մեր ժողովրդի մեջ այսպիսի հրաշագործ, այսպիսի սրբագենցաղ կրոնավորներ հանե, որովհետև երբ սրբագենցաղ կրոնավորներ հայտնվին, այդ ժամանակ նաև Աստծո հրաշքները անբագած կլան մեր բոլորի ազգային կյանքի մեջ են։ Սիրելիներ, կշնորհավորեմ բոլոր անոնք, որոնք Նիկողայոս անունը կգրեն, բոլոր անոնք Միրոն անունը կգրեն եւ Գրիգոր անունը կգրեն, թող անոնք սուրբերու վարկը գարտան եւ ամենքս սիրելիներ եւ սուրբերու վարկին համաձայն ապրենք, որովհետեւ անոնք ալ Քրիստոսի օրինակով ապրեցան, Քրիստոսի բادرներով ապրեցան եւ կալեցին սուրբ ջամփաներու մեջ են։ Դա Աստված, որ մեր ազգնալ, մենք ալ անձնապես սկսյալ ինձ մեյ բոլորես օրեօր սրբանանք, որբեսի սիրելիներ արևու լույսի պես ճարակայթենք մարդկության մեջ եւ Աստծո անունը փառավորենք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։